30 տարի մենք խոսում ենք տեղական ինքնակառավարման մարմին ինստիտուտը պետք է ուժեղացնել։ Ոնց են ուժեղացնում։ Կենացով սենց են ուժեղացնում։ Սենց են ուժեղացնում եւ համայնքները ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու։ Քաղաքացիները իրանք ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու, որովհետեւ նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջպերով մարդիկ գան, ասեն, հա ինչա պետք ստեղ, բան, հա մի հատ էլ բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն, վայ, սա հրաշք է, երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ, բան, մի քանի բան, քերած ասֆալտ եկավ, պետք է բան անել, երկրպագել, այդ հաստ վզերով եւ մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից բանի Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել եւ մեր փոսերը լցնել, որի գոյությունը միջև հաջորդ անձրևն է։ Եվ սա այո քաղաքական ընտրության հարց է, որովհետեւ մենք մարդկանց ցեխի միջից հանելով մարդուն տալիս ենք ազատություն, այդ թվում որոշելու եւ շարժվելու ազատություն։ Իսկ մեր գործընկերներն պետք է որ մարդը մնա ցեխի մեջ, որ այդ երկնային գրավիլը անընդհատ երկնային բրինձը, երկնային գրավիլը, երկնային տուկի թելը, երկնային սալյարկան, անվորակ տենց անընդհատ երկնքից թափվի։ Ոչ, ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու, թափվելու է պետական եւ տեղական բյուջեներից։ Ու չի թափվելու, այլ կոնկրետ որոշումներով համայնքի եւ քաղաքացիների ծախսվելու է ձեր կոնկրետ կարիքները հոգալու համար։ Ինչն է ձեր կոնկրետ կարիքը, դուք ինքներդ ձեր համայնքի հետ որոշեք։ Ստեղ մենք էլ ենք արդեն կառավարությունը պետք է քայլ-քայլ հետ քաշվի։ Համայնքը ինքը մեզնից լավ գիտի, թե որն է իր առաջնային։ Իսկ եթե համայնքը լավ չգիտի, մենք քաղաքացուն էլ հնարավորություն ենք տալիս, նախորդ մի երկու նիստ առաջ դրա մասին խոսեցինք։ Հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ կառավարեն իրենց համայնքը։ Իսկ առանց բյուջեի կառավարել հնարավոր չի։ Առանց եկամտի կառավարել հնարավոր չի։ Մենք մի անգամ կարծեմ դրա մասին խոսեցի, այն խորհրդային միության չգիտեմ, գուցե հիմա էլ կան որոշ տեղերում այդ կոլեկտիվներում որ կար, չասում էին լատարե են խաղում, որ աշխատավարձերից հիմա էլ կա, հա, այսինքն կուտակվում է գումարը եւ ծախսվում է այս գույքահարկը բոլոր քաղաքացիների համար դա է, որովհետև լատարե են խաղում, այսօր մեկի բակի դիմացնեն բարեկարգելու, մյուս օրը կողքի փողոցնեն բարեկարգելու, այն մյուս օրը երրորդը, այն չորրորդ օրը զբոսայգին, այն հինգերորդ օրը շատրվանը, վեցերորդ օրը մանկապարտեզը, յոթերորդ օրը չգիտեմ գրունտային ճանապարհը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ սա պետք է լինի մարդկանց ընկալումը այս օրենքի եւ այս համակարգի մասին։ Եվ սա այն դեպքերից է, որ ես, գիտեք, շատ են ասում մեր մասին, էլի մեր ընդդիմախոսները եւ բաները, եւ ընդդիմախոսները եւ չարախոսները, որ սա թույլ կառավարություն է, թույլ կառավարությունը չի կարող այսպիսի որոշումներ կայացնել։ Ուղղակի չի կարող։ Մենք կայացնում ենք այնպիսի որոշումներ, որ 30 տարի անընդհատ քննարկվել է տեսականորեն եւ այլն ու չի կայացվել։ Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագիծը, որով դոտացիաների հետ փոփոխություն, գնացեք, հանեք արխիվը, տեսեք, որ թվից է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի օրակարգում։ Այդ օրենքը նույնիսկ առաջին ընթերցմամբ, եթե չեմ սխալվում, ընդունվել է 2007-8 թվերի կողմերը։ Երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել։ Ինչի, որովհետև Հայաստանում ուժեղ իշխանություն է եղել։ Այդ թվում նույն պատճառով, որովհետև ձեռ չի տվել ցեխի միջից հանել։ Բա որ ցեխի միջից հանեին, ո՞նց էին ընտրակաշարք բաժանելու գրավիլի, ասֆալտի, չգիտեմ ինչի տեսքով։ Մեր երկրում էլ եմ ասում, այն օր Գյումրիում եմ ասում, թեմաներ կա, որ արդեն մարդիկ չեն հիշում։ Ոչ մեկ չի հիշում, որ ասֆալտ հասկացությունը ուղիղ կապված էր ընտրությունների հետ։ Կար ընտրություն, կար ասֆալտ, չկար ընտրություն, չկար ասֆալտ։ Ընդ որում տեխնոլոգիական լուծումներ կային, հավաքովի ասֆալտ, փռում ես, ընտրվում ես, մնում ասֆալտը, չես ընտրվում, փաթաթում տանում ես, մինչև հաջորդ ընտրություններ։
Այսինքն մարդիկ մոռացել են, որ Հայաստանում ընդհանրապես տենց բան ա եղել, հասկանում եք, մոռացել են։ Այն ասֆալտը, որ մենք հիմա ուղակի անում ենք, եթե ընտրական տրամաբանության բան էինք, մինչև 2082 թիվը այդ ասֆալտով կարելի էր ընտրություններ անել, հարգելի գործընկերներ, առանց չափազանցության։ Բայց մենք այս մեր գործիքը, հասկանում եք, ես ուզում եմ սա ճիշտ գնահատվի սրա քաղաքական իմաստը։ Այն գործիքը եւ լծակը, որ ընդունված է եղել, որ կառավարությունը իր ձեռքում պահի, որ որպես լծակ օգտագործի քաղաքական նպատակներով, մենք այդ գործիքը տալիս ենք մարդկանց ազատություն ենք տալիս, որոշումներ կայացնելու, զարգացման օրակարգեր որդեգրելու եւ իրականացնելու համայնքի տրամաբանությամբ, իհարկե կառավարության լիազորությունները եւ գործառույթները որևէ կերպով չզիջելով։ Եվ ես խնդրում եմ, որ այստեղ մենք շատ սկզբունքային գտնվենք, որովհետև սկզբունքային չգտնվելու դեպքում մենք չենք կարող զարգացման այն օրակարգը, որը բխում է մեր երկրի շահերից, սպասարկել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։